1915 թվական։ Ճակատագրական ու անվերապահորեն մեղսագործություններով ու ոչրագործություններով թվական, որը շարունակում է մինչ օրս։ Օսմանյան կայսրությունը 1.5 միլիոն հայ կոտորեց ու սպանեց, վտարեց ու զրկեց իր տնից ու հողից։ Բազում հայեր զրկվեցին ամենակարևորից, իրենց հայ անունից, իրենց տեսակից ու տարբերումից, զրկվեցին հայ լինելուց։ Ու մինչ օրս միլիոնավոր հայեր ապրելով Թուրքիայում թուրքի կամ քրդի անվատակ չգիտեն անգամ, որ իրենք հայ են, որ իրենց պապերը հայ են։ Սա մի այրունոտ տարի էր, երբ հայոց պատմությունը մկրտվեց տառապանքով ու անարդարությամբ։ Սա ոչ թե մի ժողովրդի մահ էր, այլ մարդկության խղճի խեղտամահման գագաթնակետ։ Մի ամբողջ ազգի սրի քաշեցին, իսկ աշխարհը իր շահից լռեց։ Բազում մայրերի ու երեխաների աչքերում վառվեց մի հարց, որն այդպես էլ պատասխան չստացավ։ Ինչու է մարդկությունը այսպես կոչված չակերտավոր արդարության կողմնակիցը, ապավինում լռությունը, երբ Թուրքիան այրան ծարավը հագեցնելով մի ամբողջ ազգի ստիպեց քայլել մահվան ճանապարհով, որտեղ էր այդ աշխարհը, երբ անմեղների սիրտը դառնում էր թուրք դահիճների ուրախության համար կոտորածի սեղան։ Հայոց ցեղասպանությունը դա հայ ազգի ողբերգությունն է, եւ դեռ այն անվանում են վիճելի հարց։ Թուրքիան պատերազմի անվան տակ երկրում իբր կարգ ու կանոն հաստատելու պատրվակով իրագործեց իր դարավոր երազանքը։ Թուրքական կառավարությունը թե այն ժամանակ եւ թե հիմա ժխտում է իր արածը, բայց այրունը չորանում է միայն այն ժամանակ, երբ մարդկությունը ընդունում է ճշմարտություն, իսկ աշխարհը իր լռությամբ դարձավ հանցագից։ Այստեղից բխում է մի մեծ հարց. որտեղ էր այդ այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհը, երբ հայ ազգը իր վերջին հայացքով նայում էր դեպի արևմուտք, չէ՞ որ նույն արևմուտքն էր, որ գոռում էր մարդկային իրավունքների պաշտպանության մասին։ Սուտ է, այս աշխարհում իրավունքը ուժովին է։ Նրանք, ովքեր պարտավորվել էին լինել արդարության պաշտպանները, գոռալու փոխարեն լռեցին։ Լռեցին, որովհետև իրենց աշխարհաքաղաքական շահերն ու խաղերը ավելի կարևոր էին, քան ազգերի կյանքը։ Թուրքիան այսօր ժխտելով իր կատարած ոչրագործությունը շարունակում է խուսափել պատասխանատվությունից։ Այստեղից հարց. ինչպես է մի պետություն, որը հիմնված է 1.5 միլիոն անմեղ այրան վրա, դասեր տալիս աշխարհին մարդկային իրավունքների կամ արդարության մասին։ Ցեղասպանության ժխտումը դա նոր ցեղասպանություն։ Այն նշանակում է կրկին սպանել նրանց, ովքեր 1915 թվականին զոհ գնացին։ Ժխտում նշանակում է թույլ տալ, որ մարդկությունը մոռանա իր խայտառակ անցյալը։ Որքան հեշտ է սպանել մարդուն, այնքան դժվար է սպանել նրա հիշողությունը։ Հայ ժողովրդի պայքարը դա մի պայքար է, ոչ միայն անցյալի, այլև ապագայի համար։ Ես հայ եմ, իսկ սա թուրք, նա մարդասպան է։